Միացյալ Նահանգները այսօր անում են այն, ինչ որ պետք է Իսրայելին։ Իսրայելը ուզում է ուղղակի, որ Իրանը գոյություն չունենա։ Իրանց վարկանիշի վիճակը շատ վատ է։ Այդ անպագորգոր խոսակցությունները ոչ բան չեն նշանակում։ Դա թե դու ընտրություններից առաջ մի հատ բան տալիս ես, որը հետո չես էլ հետ ես վերցնելու, սա ընտրական շարք է։ Այս ժողովուրդը պատանդ էր ընկել, ասենք Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, այս հակամարտությանը պետք է ստեղծվի համազգային ֆրոնտի նման մի բան։ 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյան եւ շուրջը հավաքած այդ մոդելի նման բան եք ասում։ Բայց մեկ 24 կուսակցություն միավորեց։ Եթե դա իրագործի, ինչ ասում էր առաջին նախագահը, դա Փաշինյանին հաղթելու ռեալ շանս է ընտրությունների միջոցով։ Իհարկե։ Ամենառեալ շանսը։ Ես կասեմ, ընտրությունները կդառնան արդեն տեխնիկական պրոցեդուրա, որը խաղաղություն միջև հիմա չի բերել, չկա այդ ստորագրությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունները նախապատրաստում են Սամվել Կարապետյանի ուժի չեզոքացում ունեն հիմա ամենամեծ շանսը համախմբման գնալու, եթե բաց թողեն այդ պրոբլեմա լինելու եւ երկրի համար եւ իրենց համար։ Տարածաշրջանում մեր սահմանների մոտ հերթական պատերազմն է անկանխատեսելի ավարտով։ Հայաստանի ներսում լոկալ ներքաղաքական բախումների նախերգանք է։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ սպասել դրսում ու ներսում, որտեղ է Հայաստանի շահը։ Հայազգային կոնգրեսի փոխնախագահ, վարչապետի թեկնածու, նաև Հայազգային կոնգրեսի Լևոն Զուրաբյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար։ Պարոն Զուրաբյան, եթե դեմ չեք, հակիրճ սկսենք պատերազմից, ամեն դեպքում մեր շատ մոտ հարևան Իսրայել, ԱՄՆ, Իրան եւ այլն շարունակվում է աստիճանաբար այլ երկրներ են ներգրավում, եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե հայտարարությունների մակարդակով, այդ ով կողմեր իրարից թե ինչ են ուզում, գիտենք, բաց հայտարարում են։ Ամենակարևորից խոսենք, ինչ ռիսկեր կան Հայաստանի համար եւ ինչպես է գնահատում ավելի կարևոր պաշտոնական արձագանքը, պաշտոնական Երևանի արձագանքը, դիրքավորումը այս ամեն ինչում կատարվողին, որքանով է դա համահունչ այդ ռիսկերին։ Ինչ է կատարվում։ Նախ պետք է հասկանանք, ինչ նպատակ է հետապնդում այն կողմը, որը ըստ էության սկսեց այս պատերազմը։ Նկատի ունեմ Իսրայելն ու Միացյալ Նահանգները։ Ինչ եմ Իսրայելին առաջի տեղ դնում, որովհետև ըստ էության Միացյալ Նահանգները այսօր անում են այն, ինչ որ պետք է Իսրայելին։ Ցավոք սրտի սա իրողություն է, ամերիկյան քաղաքական համակարգը ամբողջությամբ ինչ որ վերաբերվում է Միջին Արևելքի քաղաքականությանը, ամբողջությամբ կատարում է այն, ինչ որ պետք է Իսրայելի լոբին, AIPAC-ին հայտնի միլիարդատերերին եւ այլն եւ այլն։ Ցավալի մի իրողություն է, որ Միջին Արևելքում ամերիկացիք ղեկավարվում են ոչ թե America First, բայց Israel First գաղափարախոսությամբ։ Ուրեմն պետք է հարցնենք ինչ նպատակ է իր առջև դրել Բիբի Նետանյահուն, Իսրայելի վարչապետը կամ այն շրջանակները, որոնք այս ամեն ինչը անում են։ Նպատակը շատ պարզ է։ Դա դեռ 1996 թվականից հայտարարված դոկտրին էր, որի մասին իդեպ հետագայում խոսեց ՆԱՏՕ-ի Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատար Ուեսլի Կլարկը, ինքը հրապարակել է սրա մասին 7 երկրի ոչնչացում, որոնք Իսրայելի համար սպառնալիք են ներկայացնում Իսրայելի ըմբռնմամբ։ Դա Սոմալին էր, Սուդանն էր, Լիբիան էր, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եմենը եւ 7-րդ երկիրը, որը այդ ծրագրի գագաթնակետը պետք է դառնար, դա Իրանն է։ Հետևողական են գնացել են 6 երկիր այլևս կարելի ասել որպես սուբյեկտ գործող պետություն ըստ էության գոյություն չունեն, հիմա Իրանի հերթը ասավ։ Եվ դա վերջնական նպատակն է, որը լուծելուց հետո Իսրայելը հաստատում է լիակատար գերակայություն Միջին Արևելքում։ Բայց իհարկե Իրանը ամենաբարդ խնդիրն է այս ծրագրում եւ այսինքն խնդիրը հետեւյալն է. Իսրայելը ուզում է ուղղակի, որ Իրանը գոյություն չունենա, որպես մի կազմակերպված պետություն, որը կարող է, ասենք, դիմադրի Իսրայելի պլաններին եւ պաղեստինցիների այդ
խնդրում եւ ընդհանրապես ավելի լայն կոնտեքստում։ Հիմա էսա խնդիրը, այդտեղ ռեժիմի Այդ է ասեմ, խամաճիկ ռեժիմը իրենց, հա, շահին բերել, չգիտեմ, դա իրենց պետք չէ, թե դա արդեն իսկ նշանակի։ Դա ուղղակի իրատեսական չի։ Միգուցե դա վատել չէր լինի իրենց համար, բերեին, ասենք, շահին, որը լրիվ հիմա պրոիսրայելական դիրքերի մեջ է գտնվում, բերեն այդ շահզադեին, այսինքն շահի որդուն, բերեն իշխանության Իրանում եւ պահպանեն Իրանը որպես հլու հնազանդ մի պետություն նրա ղեկավարության տակ, դա ուղղակի իրատեսական չի։ Այսինքն իրենք ուզած կներեք մասնատման պես մի բան, ինչպես Սիրիան է, հա, ճիշտ եմ հասկանում, այդպիսի պետություն։ Իհարկե իրանք կգերադասեին, որ լիներ հլու հնազանդ պետություն, բայց դա ուղղակի հնարավոր չի, որովհետև Իրանը շատ բարդ երկիր է, բազմազգ կառուցվածքով, գիտեք, որ մոտավորապես մի 20% կամ անգամ ավելին ադրբեջանցիներ են կազմում Իրանում, կան քրդեր, կան բելուջներ, արաբներ եւ նաեւ նրանց մեջ կան թաքնված նաեւ ազգայնական տրամադրություններ, անգամ սեպարատիստական տրամադրություններ, ինչ սեփական պետություններ ստեղծելու տրամադրություններ, այս ամեն ինչը կա։ Հիմա ամենամեծ վտանգը իհարկե Իրանի համար կապված է ադրբեջանական բնակչության հնարավոր սեպարատիզմի հետ եւ քրդերի քրդերին է քանակը մեծ։ Բելուջներն են բավականին ակտիվ։ Ինչ եմ ուզում ասեմ, ինչը կարող է այս երկիրը հավաքել մի պետական կառավարման մոդելի մեջ։ Դա կարող է լինի կամ միապետությունը, որովհետև միապետությունը ազգություն չի ճանաչում, դա կարող է լինի շիիզմը, շիականությունը, որը Իրանը գիտեք, ոնց ասեմ, կենտրոնն է շիականության աշխարհում եւ բնականաբար այդ կրոնական բանը նույնպես կարող է ցեմենտի իրանական ազգը, որը եւ աշխատել է։ Հիմա եթե ցեմենտը հանում ես տակից, նախ ասեմ, անգամ եթե կան ընդդիմություն կա, որ ասենք բանի այդ շիական այս այատոլաների իշխանության դեմ է, չի նշանակում, որ այդ ընդդիմության մեծ մասը ուզում է միապետի վերադարձ։ Չէ, իրանք անցել են այդ ճանապարհով, կա նաև ազատական ընդդիմություն, որը կուզեր ընդհանրապես աշխարհիկ երկիր կառուցեր եւ այլն, իրանց չի հետաքրքրում շահի ռեժիմի վերադարձը։ Էլ չեմ ասում, որ նաև այդ ազգությունները, ում մասին ես խոսացի, շատ պատրաստական չեն ընդունել շահական ռեժիմը։ Այնպես որ դա իրատեսական չի։ Եթե այսօրվա կառավարման մոդելը Իրանում քանդվում է, իսկ դա է նպատակը։ Իրանը հայտնվելու է շատ ծանր վիճակի մեջ, ներքին կոնֆլիկտների, հայտնվելու են նոր կիսապետություններ, որոնք իրար դեմ պատերազմներ են տանելու, իսկ ամենապրոբլեմատիկը հեռանկարը դա մեզ համար է, որովհետև ո՞րն է մեզ համար։ Դա երկու գավառ կա, Ադրբեջան, հա, արևմտյան ու արևելյան, ադրբետական կամ ադրբեջանի։ Կանեք ֆիքսում ենք, որ մեզ պետք է որ Իրանը մնա այսօրվա կառավարման, Հայաստանի մասին խոսքը, Հայաստանի շահերից բխում է։ Եկեք միասին մտորենք։ Եթե ստեղծվում է Ադրբեջանը, այսինքն հարավային Ադրբեջան է հայտնվում, մենք չգիտենք ինչ կարգավիճակով դեռ կմիանա նա հյուսիսային Ադրբեջանի չի միանա, ի վերջո բավականին մշակութային առումով իրարից հեռու են, թեև կարող է լեզուն նույնը լինի, բայց մենտալիտետը շատ տարբեր է։ Այսօրվա ավելի շատ աշխարհիկ Ադրբեջանի, անկախ Ադրբեջանի եւ այն ադրբեջանցիների, որոնք այնուամենայնիվ բավական կրոնամետ են եւ այդ շիականությունը իրենց մեջ եւ պարսկական այդ մշակույթը բավականին լուրջ նստած է իրենց մեջ։ Հիմա դա կլինի միացյալ պետություն Ադրբեջանի հետ, թե կլինի առանձին պետություն, ամեն դեպքում դա ահավոր վտանգ է Հայաստանի համար, որովհետև մենք հայտնվում ենք մի հատ դառնում ենք անկլավ ըստ էության, շրջապատված ադրբեջանական կամ թուրքական պետություններով։
այս դեպքում էլ ավելի արագանում է այն բանը, ինչ որ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է անել Հայաստանի ադրբեջանացումը, որովհետև ասեմ կարող է անգամ կոտորածների տարբերակով գնան, բայց կարող է կոտորածների տարբերակով չգնան, բայց ստեղծեն մի հատ այնպեսի իրավիճակ հայաստանցիները, որ հայաստանցիները ուղղակի կգերադասեն կամաց-կամաց հեռանալ այս ռեգիոնից, այսինքն դա ոչ մի լավ բան մեզ համար չի կանխատեսում, հետևաբար, այո, իհարկե, ես կասեի, որ պետք է մենք աղոթենք, եթե ուրիշ բան չեն կարող անել, իսկ ուրիշ բան դժվար է անել, կոնկրետ Իրանի այս պատերազմի հետ կապված, մենք չենք կարող միջամտել, կողմ բռնել, առանձնել վտանգված երկիրը ավելի մեծ վտանգների տակ դնել չեն կարող։ Այսինքն adekvat է Երևանի արձագանքը, ճիշտ հասկացած է, եւ ինչ է արել եւ ինչ պետք է անի պաշտոնական Երևանի նկատի ունեմ, տեսակ adekvat չի, որովհետեւ գիտեք ինչ, երբ որ նման բան է կատարվում, ասենք ու դու տեսնում ես, որ երկրի ղեկավարը գնում է 4 տարօրինակ այցելությունների Հայաստանով, պիրաժոկ է ուտում, նարդի է խաղում, չգիտեմ, բլոտ է խաղում եւ այլն, այսինքն զբաղվում է իր ընտրաշավով, ուղիղ այն ժամերին վատնելով այն ժամանակը, որ ինքը պետք է այդ պահին նվիրեր ամբողջ աշխարհի հետ հաղորդակցվելով, ասենք, ինքը հեռախոսների վրա նստած էր ուղղակի, զանգեր էս կողմ են կողմ կոորդինացներ մեր արտաքին քաղաքականությունը դուրս գար տարբեր պետությունների հետ կոնտակտների, թեկուզ չեմ ասում, ասենք, ամենաբարձր մակարդակով, բայց դա հիմա ամենակարևոր բաները, կոնսուլտացիաները, ասենք, Իրանի հետ, Ամերիկայի հետ, Իսրայելի հետ, ինչու՞ չէ, Ռուսաստանի հետ, Չինաստանի, Հնդկաստանի եւ այլն եւ այլն։ Դե ուղիղ մեկ օր հետո անվտանգության խորհրդին իսկ այցին մեկ օր հետո դրանից մեկ օր հետո էլ նոր Փեզեշկյանի հետ խոսեց, ցավակցեց եւ այլն։ Հա, դա էլ արվեց էլի ոնց որ ճնշման տակ, որովհետեւ մենք քննադատեցինք բոլորս, կարծում եմ մենակ մենք չենք եղել քննադատող։ Դաշտ ընդհանուր առմամբ խոսքը շաբաթ օրվա հենց հարձակման օրվա ուժերը, չէ, երբ որ դու մի քանի օր դու գնում ես ու Հայաստանում նարդի կարտ խաղալով է զբաղվում պիրաժոկ ուտելով, դա անլուրջ է։ Ինքը այսինքն իր առաջի ռեակցիան եղել է անտեսումը բանի այս իրավիճակի, երբ որ բուն պատերազմը սկսել էր, ինքը այդ ժամանակ զբաղված էր դրանով։ Ինքը պետք է ամեն ինչ դադարեցներ, ու մտներ բան, այդ անվտանգությունը, չգիտեմ, դիվանագիտությունը ապահովելու այդ վիճակի մեջ։ Ինքը չարեց դա։ Քննադատվեց, նոր ճնշման տակ ինքը հասկացավ ինչ հիմար բան է անում, այդ իր PR-ով ինքը սկսեց զբաղվել արդեն դիվանագիտությամբ։ Իհարկե մեզ համար պարզ է, որ իր զբաղվելը դիվանագիտությամբ կամ անվտանգությամբ երբեք լավ արդյունք չի տվել։ Եվ չի էլ կարող տա, որտեղ ինքը ապաշնոր է, ինքը այդ միջազգային գործերից, արտաքին քաղաքականությունից ընդհանրապես ոչ բան չի հասկանում։ Եվ հենց դա էր պատճառը, որ առաջի օրերին ինքը երթևեկում էր Հայաստանում զբաղվելով իր բավականին տափակ եւ անճաշակ ընտրարշավով, բայց ճնշման տակ ինքը փոխեց իր բանը։ Իդեպ շատ բաներ ես նկատում եմ արդեն արվում են ճնշման տակ, օրինակ թոշակների պատմությունը։ Սկզբունքորեն հայտնել էր, որ դեպ տանկ թոշակները բարձրացնենք, որ ինչ։ Այսինքն իրանք սխալ կծախսեն, ավելի լավ է մենք ինչ-որ ծրագրերի մեջ դնենք, որոնք մեր թոշակառուների համար ավելի նպաստավոր կլինեն։ Հետո երբ որ ամբողջ քաղաքական դաշտը ուղղակի հարձակվեց իր վրա, այդ թվում նաև մենք հայտարարեցինք, որ մենք տենում ենք պոտենցիալ 50%-ով բարձրացնելու թոշակը ու նաև հիմնավորեցինք դա, որովհետև կոմոդ նվազագույն աշխատավարձը աճում է, այսինքն տնտեսությունը առաջ է գնում, բայց դու չես բարձրացնում թոշակները, բացարձակ բանը, դա դիսոնանս է, ճնշումների ենթարկվելը ինչ է նշանակում, ինքնավստահության պակաս ընտրությունների շեմին, որովհետև մեր զրույցից ընդամենը 1 ժամ առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ լրագրողներին անգամ առաջարկեց գրազ գալ, որ 21-ից ավելի շատ են թիվ հավաքելու, որ առնվազն 60% մենք ենք լինում, առնվազն են ասում, 40%-ը դե պարզ է ընդդիմությունը, ով ուզում է թող լինի, մեզ չի հետաքրում, ավելի ինքը այդպես էլ ասում, որ մենք որ ավելի շատ այո, 21 թվին ավելի շատ 21-ի համեմատ ավելի շատ ձայն են հավաքելու պարլամենտ։ Հա,
Չէ, Փաշինյանի հետ իշխանության հետ զիջողականությունը, որ իրականում բոլորն էլ գիտեն, որ իրանց վարկանիշը շատ ընկած է, 21-ին արդեն ընկած էր համեմատած 18 թվի հետ ու ուղիղ այդքան էլ կամ ավելի շատ ընկել է հիմա համեմատած 21 թվականի հետ։ Այսինքն իրականում իրանց վարկանիշի վիճակը շատ վատ է։ Այդ անպագորգոր խոսակցությունները ոչ բան չեն նշանակում, դա պետք է ուղղակի ցույց տաս, որ դու վստահ ես այս կողմ այն կողմ, եւ այս քայլերը, այսինքն դու արդեն ամեն ինչ անում ես ճնշման տակ։ Կամ ասենք դա է ասում, դա թուլուց այդ դրա նշանն է, իրենք գիտեն, որ այդքան է վարկանիշը։ Իհարկե գիտեն, իրենք հիմա պետք է ամեն բնակավարում, որտեղ հնարավոր մեղադրանք կա, ինչ որ քայլերի գնան, թոշակը ասեցի այդ բանը, դա լրիվ, դա փաստորեն ստիպել ենք, որ ինքը բարձրացնի թոշակ, ինքը չի բարձրացրել։ Գիտեք, ասենք, այստեղ ոչ մի չափազանցված բան չկա։ Ինքը ասում է չեմ բարձրացնի։ Հետո ամբողջ հանրայինս ռեակցիան եղավ, անդիմության ռեակցիան եղավ, բարձրացրեց։ Իրանի դեպքում լիակատար Իրան բանը ոնց որ ինչ ասեմ, մի հատ մոապուս բառը չեմ ուզում օգտագործեմ, բայց նման մի բան պետք է ասեմ, չեմ էլ կհասկանում ինչ փոխարին ինչ գտնեմ, բայց այդ իր անմեղսունակ, չգիտեմ, սենց մեխի գլխի պահվածքը էլի ստացավ մեծ քննադատություն, ինքը անմիջապես փոխեց, գնաց անվտանգության խորհուրդ կանչեց, այսօր դիվանագետների է հավաքել եւ այլն, բալանսավորված քաղաքականություն սա խոսում, բայց այդ ամեն ինչ մենք տենց տեսնում։ Հիմա օրինակի համար բան է, շատ մեծ խնդրեմ է դարել առողջապահության ռեֆորմա, որովհետեւ գիտեք, բազմաթիվ հերթեր իրականում հիմա ինչ են արել, իրանք ստեղծել են 65 պլյուս տարիք ունեցող մարդկանց համար ձրի բուժվելու հնարավորություն, բայց այդ բանը արվել է շատ հապշտապ, առանց նախապատրաստելու բանան, չգիտեմ, օրենսդրական ճիշտ մոտեցումները, նորմատիվ ակտերը, առանց խորհրդակցելու բժշկական համակարգի հետ, ու հիմա հայտնվել ենք մի հատ այսպիսի վիճակում։ Դուք գիտեք, որ այո, 65 տարից ավել մարդկանց համար դա մանանա էր երկնքից, որովհետև միջև հիմա շատերը աղքատությունից դրդված չեն գնացել բուժվելու, անգամ նախընտրել են ուղղակի գնալ մեռնել, քան գնալ բուժվել, որովհետև այնքան թանկ ա եղել այդ բուժումը, որ իրենք չէին կարող իրենց թույլ տալ։ Հիմա գնում են ձրի բուժվում են։ Բայց դա էլ բերել է լարվածության բժշկական համակարգում, որովհետև աշխատավարձները ահա որ ընկել են այս նոր համակարգով։ Մարդիկ, ասենք, մի ժամի ընդունելության համար ընդամենը 600 դրամ են աշխատում, մեծ լարվածություն կա հիմա բուժքույրերի, չգիտեմ, բժիշկների եւ այլն, որովհետև չմտածված ռեֆորմ էր, բայց ինչի համար սա արվեց։ Սա արվեց, որովհետև ընտրությունից առաջ ձայն է պետք։ Հիմա շատերը շատ գոհ են, որ իրանք ձրի բուժման հնարավորություն են ստացել, պետք է գնան եւ քվեարկեն իրենց հաշվարկով Փաշինյանի օգտին։ Պրոբլեմը ուրիշ բանի մեջ է, քանի որ սա այնպեսի ռեֆորմ չի, որ դու կարաս շարունակես, որովհետև բաժշկական համակարգը ուղղակի կփլուզվի, այդ ամեն ինչը հետ կպտտվի հունիսի 7-ից հետո։ Դե իրեն պետք է մինչև հունիսի 7 բոլոր քայլերն անում է։ Հա, բայց դա նշանակում է մեծ խաբեություն մեր հանրության նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, այսինքն դու բան ես անում, սա ընտրակաշարք է ըստ էության։ Եթե դու ընտրություններից առաջ մի հատ բան տալիս ես, որը հետո չես էլ հետ ես վերցնելու, սա ընտրակաշարք է։ Դուք հիմա մի քանի քայլ թվեցիք, որ ըստ ձեզ մարդը անում է, հասկանում, որ պահի վերարտադրվի։ Հիմա գնանք թե ինչ անում ընդդիմությունը։ Առաջին նախագահը շատ կարճ ժամանակում երկու հայտարարություն արեց, երկուսն էլ այսպես ենք նվիրված Սամվել Կարապետյանին կամ ուժեղացնում Սամվել Կարապետյանին, տարբեր ձևակերպումներով։ Դուք այսօր մեկնաբանել եք երկրորդը, որ պատրիարքի դեր է ստանձնում եւ այլն միասնություն, որպեսզի լինի։ Նախ առաջի հերթին երկու հարց սրա մեջ։ Առաջին նախագահի այս վերաբերմունքը նշանակում է արդյոք, որ ՀԱԿ-ը հակված է, հետաքրքիր ստացվեց, գնալ դաշինքի կամ միավորման հնարավորության դեպքում ուժեղ Հայաստանի հետ, եւ երկրորդը
միավորում ասածը, միասնություն ասածը ինչ է նշանակում։ Ընդդիմությունը մեկ ճակատով հնարավոր է այդպես, ընդհանրապես դա պրագմատիկ է հնարավոր։ Ինչ է դա նշանակում եւ առաջի հարցի պատասխան։ Նայեք, միավորման գաղափարը այնպես չի որ նոր ածնվել, չէ՞, այդ համախմբման գաղափարը մենք 2 տարի դրա մասին խոսում ենք։ Ընդ որում կոնցեպցիան համախմբման էր, որ մենք պետք է դուրս գանք այս երկվությունից քաղաքական համակարգի, որ կա Նիկոլ ու կա նախկիններ, ու ոնց որ մեկը մյուսի բանը դիրքերը ապահովի։ Եվ հայ ժողովուրդը պատանդ էր ընկել, ասենք Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, այս հակամարտությանը, որովհետև Նիկոլից ուզում են ազատվեն, բայց Նիկոլը իրանց վախացնում է Քոչարյանի վերադարձով։ Հիմա էլի դեպ, ասում բոլորը ծառայում են այդպես։ Հիմա բոլորը այս կողմենքով ցայն են հավաքում Քոչարյանը։ Ու դրա համար մենք էլ ունեցել ենք այս համախմբան բանը, մոտեցումը, գաղափարը, որ պետք է այդ երկու ճամբարից դուրս բոլոր ըստ էության ռացիոնալ, իրատեսական, չգիտեմ, նորմալ առողջ դատողություն ունեցող ուժերին միավորել բանի Փաշինյանի դեմ։ Եթե դու դա անում ես, նախ այդ Ռոբերտ Քոչյանի բոբոյին մի կողմ ես դնում, այդ բոբոյով չի կարողանում վախեցնել հայ ժողովրդին, մյուս կողմից առաջանում է արդեն բևեռ, որը կարող է ոգևորի ժողովրդին, հասարակությանը, որ գնա քվեարկի այդ բևեռի օգտին։ Հիմա մենք 2 տարի զբաղվել ենք դրանով, դա ըստ էության չի հաջողվել առայժմ, չի հաջողվել նաև այն պատճառով, որովհետև մի հատ հետարքիր զարգացում եղավ, նոր մի ուժ ծնվեց, հա, այդ Սամվել Կարապետյանի ուժը, որը այդ եկեղեցական այդ հարցակումների հետևանք էր, երբ որ ինքը ասաց, ես մեր ձեռով կպաշտպանեմ բանը, իդեպ մինչև հիմա իշխանությունը չի կարողանում նորմալ բացատրություն տա, ինչ հանցագործություն կար մեր ձեռով պայքարելու այդ արտահայտության մեջ, ես ըստ էության նա շարունակում է մնալ քաղբանտարկյալ Սամվել Կարապետյան, բայց ծնվեց այդ մի նոր ուժը, որը արագ նաև ռեսուրսների շնորհիվ ինչ որ չափով օգտագործելով նոր մոտեցումներ, որ քաղաքականությունը մի կողմ դնենք, տնտեսությունը պետք է բանա այդ ֆիշկաներ են իրանց մոտ։ Հա, իրանց կետերը հիմնական տնտեսական, սոցիալական են, հա, այս ինչ որ առումով քաղաքական գործիչների մի կողմ դնենք, տնտեսական գործիչներով կառավարենք Հայաստանը, ասենց մի հատ կոնցեպտի մեջ են մտել։ Դա ինչ որ իրավիճակ է փոխել եւ բայց այնուամենայնիվ խնդիրը մնում է։ Ես ձեզ ասեմ, խնդիրը ինչու՞մ է։ Ի վերջո չմոռանանք, որ բանը ինչքան էլ իրանք հաջող լինեն, շատերի անկալբալ մեջ կարող է լինի այդ բանը, որ սա կոնկրետ Սամվել Կարապետյանի կլանի իշխանության նկարտումն է, եւ կներեք, շատերը կարող են անգամ դրանով գայթակղվեն, բայց շատերն էլ դա չեն անցալի որպես sense ազգին միավորող ուժ։ Ահա։ Հիմա դրա համար առաջին նախագահը, չէ, սրա ես միշտ եմ ասել սրա մասին, մենք միշտ ասել ենք, որ պետք է ստեղծվի համազգային ֆրոնտի նման մի բան, որտեղ ներկայացված լինեն բազմաթիվ քաղաքական ուժեր, ու այս ուժը ընկալվի ոչ թե որպես անձի բան, անձի շահերի հետ կապված մի ուժ, այլ ընկալվի որպես համաժողովրդական շարժում։ Դուք զուգահեռը ճիշտ հասկացա 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյան եւ շուրջը հավաքված այդ մոդելին նման բան եք ասում։ Բայց մեկ 24 կուսակցություն միավորեց։ Կարող եք նույնացնել այդ մոդելը, ուղղակի հիմա լիդերը այլ մարդ բնականաբար, Սամվել Կարապետյան։ Մենակ 2008-ի հետ մի առաջին, հա, վերջինը։ 88-ի շարժումից սկսենք, բան, այդ մոդելները աշխատում են, ժողովուրդը պետք է ընկալի, որ սա համաժողովրդական շարժում է։ Հասկանում, մեկ բևեռ եւ իշխանություն, ճիշտ եմ հասկանում։ Համաժողովրդական շարժում, հա։ Հիմա ես կարծում եմ, որ առաջին նախագահը մի քիչ վերկուսակցական դիրք է ընդունել, ես դրա մասին արտահայտվեցի, այսինքն ինքը որպես հայոց քաղաքականության այդպես պատերազմի բարձունքից մի կողմ էլ դնելով, ասենք, կուսակցական շահերը, որի առաջին հա, մեկը կասեն դուք տեխնացուն եք, չէ՞, հա, հասկանում եք ասում։ Մի կողմ դնելով այդ բանը, ինքը փորձում է հասնել այդ նման մի շարժման ստեղծմանը եւ նման համախմբմանը։ Հիմա եթե ստացվի,
ես ասել եմ, մենք էլ ուրախ կլինենք եւ միշտ էլ ձգտել ենք նման նպատակի, գնանք միասին կռվենք։ Այսօրվա Հայաստանում դա ուտոպիա չէ, ռեալ է։ Հաշվառողական դաշտեր, ամբիցիաներ, ուժեր եւ այլն։ Եթե ստացվի, եթե չի ստացվում, հա, բայց այդ դեպքում կներեք որոշակի պատասխանատվություն ա կրում Կարապետյանը, եթե չի կարողանում այդ շանսը, որը համազգային շանս է, ով գտնվում է իր ձեռքում, չի կարողանում օգտագործել, դա արդեն ինքը համաձայն է ենթադրենք, այդ միավորվողները չեն գալիս միավորվելու։ Չէ, հենց ամբողջ բանալին դրա մեջ է, որ եթե ինքը համաձայն է լինի, հիմա օգտագործելով այդ իր առաջատար դիրքերը, ինքը կարող է բոլորի ամբիցիաները սենց արեմ, տաշել ինչ որ իմաստով։ Հա, ստացվում է տաշիր, հա։ Հա, կարող է տաշել այդ ամբիցիաները եւ կարող է մեր ամբիցիան պետք է չի տաշել, մենք այդ ամբիցիան չունենք։ Մենք պատրաստ ենք համագործակցության լուրջ նպատակների համար առանց ինչ որ նկարտումներ ունենալու, ինչ որ բաներ, անպայման ինչ որ դիրքեր, այսինքն առևտրի հարց չկա այդտեղ։ Լինեք այդ ճակատի մաս, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե թե տենց ճակատ ստեղծվի, ու այնտեղ պետք է այնուամենայնիվ մի հատ ընդհանուր պլատֆորմ չէ ստեղծվի, մեծ հաշվով ես մեծ խնդրեմ չեմ տեսնում։ Ասենք իրանք ասում են բանը օրինակի համար, հա, ասում են 0 հարկ փոքր բիզնեսի համար, մենք էլ ասում ենք 0 հարկ բոլոր 0 բան շահութահարկ բոլոր բիզնեսները։ Մենք 0 շահութահարկի մեջ ենք, մենք ընդունում ենք դա 0 հարկ 0 շահութահարկ բոլոր բիզնեսների համար, պլյուս այո, ասենք 0 հարկ փոքր բիզնեսի համար։ Լրիվ ընդունելի կոնցեպտ է մեզ համար։ Մենք ունենք ամենաշատ շատ կարևոր մեղ մեր ամբողջ բանում, դա ինչն է, որ մենք կողմ ենք խաղաղությանը առանց ադրբեջանացման, ինչը հնարավոր է մեր այդ նախաձեռնած TRIP plus BRICS պրոյեկտի շնորհիվ, որի հիմքում ընկած է Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումը, ես չեմ կարծում, որ իրենք պետք է դիմադրեն օրինակի համար եւ չընդունեն այդ։ Արդեն շատ ուժեր ընդունել են։ Օրինակ Ծառուկյանը արդեն դրեց դա իր ծրագրի մեջ, որը ես մենակ ողջունում եմ։ Բայց ուզում ասեմ, այդտեղ դժվար ինչ որ խնդիրներ ծագեն, որ տենց չկարողանանք ընդհանուր պլատֆորմ ստեղծել։ Կներեք, դա հաղթելու Փաշինյանին ուղիղ կարող եք ասել, եթե դա իրագործի, ինչ ասում էր առաջին նախագահը, դա Փաշինյանին հաղթելու ռեալ շանս է ընտրությունների միջոցով։ Իհարկե։ Ամենառեալ շանսը։ Ես կասեմ, ընտրությունները կդառնան արդեն տեխնիկական պրոցեդուրա։ Բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Որովհետև եթե նման շարժում ստեղծվի, իրականում Հայաստանում կստեղծվի թավշյա բառը արդեն վարկաբեկել են, բայց այտենց մի հանգիստ խաղաղ հեղափոխության իրավիճակ, որովհետև ժողովուրդը կտեսնի համազգային համախմբում, արդեն եւ ժողովուրդը եւ հասարակությունը, հասարակական կազմակերպությունը, բիզնեսները արդեն շատ ավելի իրենց հանգիստ կզգան այդ շարժմանը միանալու հարցում, որտեղ տեսնելու են, որ իշխանության դիրքերը բավականին սասանված են եւ պատժամիջոցներ այդքան հեշտ չի լինի անել նոր ստեղծված մտորում, դա կբերի ըստ էության հեղափոխական վիճակի, երբ որ ժողովուրդը ոտքի կկանգնի, չի վախենա այլևս, հասկանում եք, սա էապես կփոխի մթնոլորտը, իսկ փոխված մթնոլորտում ընտրությունները ընդհանրապես կֆիքսեն։ Մինչև հունիսի 7 ամեն ինչ որոշված կլինի այդպես դուրս գալու։ Այո, որովհետև կլինի արդեն մեծ ողջևորություն, մենք դրա համար ենք ըստ էության խոսում համախմբման համար, այդ մեծ ողջևորության համար, այդ մեծ մոբիլիզացիայի համար, ժողովրդին ոտքի կանգնելու այդ հեռանկարի համար, այդ պոտենցիալը զարթոնքը արտնացնելու համար, այս համար ենք խոսում։ Իսկ պարլամենտում են, որ ասում են Գյումրի 2, դա իրատեսական չեք համարում, թե ավելի քիչ է շանսերը։ Պարլամենտ մտնի 2-3 ուժ։ Դա արդեն ընտրական տեխնոլոգիաների վրա հիմնված պրոյեկտ է։ Այսինքն որի շանսերը ավելի քիչ են։ Այն ինչ որ մենք ենք առաջարկում, դա հեղափոխական պրոյեկտ է, նորից եմ ասում, խաղաղ հեղափոխության մասին է խոսում, սահմանության շրջանակներում հեղափոխության մասին ենք խոսում։
Ձեր փորձարկված։ Հա, այն մյուսը, այն Գյումրի երկուսը, դա բան է։ Ներսում, հա։ Դա ինչ որ տեխնոլոգիական հաշվարկները, այստեղ միացած բևեռը մի 4% կվեկալի, մյուս բևեռը մի 5% կվեկալի, սա այսքան կվեկալի, հետո վերջում սաղ կմիավորվեն գլխավորի շուրջ, ասենք հաղթողի շուրջ։ Թեկուզ, հա, թեկուզ նույն Սամվել Կարապետյանի շուրջ, բայց դա նորից եմ ասում։ Դա դժվար աշխատող տարբերակ է։ Նախ այդ տեխնոլոգիական հաշվարկներում ընտրական կարող ես եւ սխալվել, մեկ, ասենք, երկրորդը դա չի փոխում մթնոլորտը երկրում այդ աստիճանի, որը թույլ կտա վստահ լինել հաղթանակի մեջ։ Հիմա կարող է չստացվի, հա, առաջին նախագահի ջանքերը կարող է հաջողությամբ չպսակվեն, այդ շարժումը չստեղծվի։ Այդ դեպքում հապտի գնանք տենց ընտրական տեխնոլոգիաների, այնպես չի, որ մենք հրաժարվում ենք պայքարից, մենք ունենք մեր շատ հստակ առաքելությունը, մենք ոչ ոք մեզանից լավ չի կարող քննադատել Նիկոլ Փաշինյանին, որտեղ ինքը գալու է խաղաղության այդ ծրագրով, խաղաղասիրության դաշտի մեջ խոսալու, ասենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաշտություն բանա ստեղծելու այդ օրակարգով, իսկ այդ օրակարգի մեջ բոլոր թերությունները մեզնից ավելի լավ ոչ ոք չի տեսնելու ու չի քննադատելու եւ մասնավորապես ամենակարևոր մեղադրանքը, որ նորից միայն Հայ ազգային կոնգրեսը կարող է ներկայացնել, որտեղ այլ ուժերը ոչ մի թիզական դիրքերի վրա են գտնվում, դա այն է, որ մենք կասենք 2019 թվականին դու մերժել ես հոյակապ մի ծրագիր, որը ապահովում էր Արցախի դեֆակտո անկախությունը, Քելբաջարով Լաչինով հանդերձ, միջազգային գառանցաներով եւ այլն եւ այլն։ Ու մենք միակ ուժն ենք այդ ժամանակ, որ ասում ենք, սա ասում են, չէ, այդ մադրիդյան դավաճանական այդ սկզբունքները անընդունելի է, ոչ մի դեպքում չի կարելի գնալ կարգավորման, մենք միակ ուժն ենք, որ ասում ենք, պետք է գնալ կարգավորման։ Իսկ Փաշինյանը ամենա ոչ մի թիզականը գտնվեց, մերժեց բանակցությունները, տարավ մեզ սպանդի ըստ էության, կոտրեց հայ ժողովրդի ողնաշարը այդ պարտությամբ եւ կործանեց Արցախը։ Հիմա այդ մեղադրանքները, այդ կոնկրետ շատ այդ անցյալի մեղադրանքները, բայց նաեւ ապագայի մեղադրանքները մենակ կոնգրեսը կարա ներկայացնի, որովհետեւ այո, մենք կողմ ենք Ադրբեջանի հետ, միշտ ենք կողմ եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտությանը, բայց դա չի կարող լինի անընդհատ հայրենիքը հանձնելու եւ ադրբեջանացումը Հայաստանի ապահովելու գնով։ Ալիևի վերջի ելույթում մենք դեռ թշնամի ենք, հիշես այնպես օրեր առաջ Ալիևը մեզ նորից դեռ թշնամի է անվանում։ Ինքը խաղաղություն չի բերել, այս ամենաահավոր բանն է։ Նիկոլաս մեզ խաղաղություն են բերել։ Նիկոլը խաղաղություն միջև հիմա չի բերել, չկա այդ ստորագրությունը։ Ադրբեջանը շարունակում է իր թշնամական ակտերը, գերիները պահելը, այդ իրանց ամբողջ ռոպագանդան հայտյաց, Զանգեզուրի վրա այդ բաները, պլանները, պլյուս 300,000 ադրբեջանցիների վերադարձը, որին պետք է հետևի արդեն ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում փոխելու պլանները, այս ճանապարհով, որով գնում է Նիկոլ Փաշինյանը, խաղաղության ծրագիր չի, դա ադրբեջանացման ծրագիր է։ Այն ինչ որ մենք ենք առաջարկում, դա խաղաղության ծրագիր է առանց ադրբեջանացման։ Իսկ դրա կարևոր էլեմենտը այս Հայաստան-Իրան երկաթուղի կառուցումն է, որը միանգամից մեզ ազատում է այդ գեոպոլիտիկ եւ կոմունիկացիոն կախվածությունից Ադրբեջանից, որտեղ դու եթե գրում ես խաղաղության, բայց հայտնվում ես կախվածության մեջ Ադրբեջանից, հետո ինքը կարող է այդ ճնշման լծակները օգտագործի դրա համար, որ այս բոլոր իմ ասածս պահանջները քայլ առ քայլ իրականացնի։ Մենք այդ խաղաղության նման այդ խաղաղություն էլ չի։ Դա կներեք Հայաստանի էվտանազիան է, ոնց որ ես ասում եմ, դա Հայաստանը կամաց քնեցնելու, մահացնելու հաճելի մահանալու բանն է, տարբերակն է, որ առաջարկում է, որը էդ էլ չի երաշխավորում, որտեվ հայտնի չի, ինչ որ պահից կարող է համբերությունները բանանի, պայթի ու անցնեն ավելի ջարդարար մոտեցումներին։ Հիմա մենք ասում ենք, եղբայր, դու պետք է երաշխիքներ ստեղծես այդ խաղաղության, ասենք կարևորագույն երաշխիքը դա բանն է, այդ TRIPS plus BRICS մեր պրոյեկտի իրականացումն է, այդ եթե դա այդպես ենք անում, սա արդեն փոխում է իրավիճակը, ու արդեն Ադրբեջանը չի կարող մեզ բան անել,
փաթաթել, թելադրել իրանց ծրագիրը։ Մենք էս ենք ասում։ Բանալը, եթե ավարտենք վերադառնալով էլ միասնության կոչին, դա մի բան, դուք եւ ոչ միայն դուք ընդդիմությունը պնդում է, որ ամեն ինչի պատրաստ է Փաշինյան աթորպայելը, իսկ այդ ամեն ինչի պատրաստի մեջ չեք կարծում, որ կգնա, այսպես եմ, քաղաքական բռնությունների էլի բանտարկություն, որևէ կուսակցություն կարգելա փակի, կասեցնի, որը որ միանում է այդ բանը, հենց նո արդեն իսկ ասած գլխավոր ուժին արդեն իսկ փակի, որ ումա նու Սամվել Կարապետյանը արդեն իսկ Հիմա այսպես հա, շատ քյասար խոսանք արդեն։ Ակնհայտ է, որ իշխանությունները նախապատրաստում են Սամվել Կարապետյանի ուժի չեզոքացումը։ Այսինքն նախապատրաստում են, հա, մոլդովական սցենարով, այսինքն նախապատրաստում են բոլոր պրոպագանդիստական ու պսևդո իրավական, կեղծ իրավական հիմքերը, որովհետև ոչ մի նորմալ իրավական հիմք իրանք չեն կարող ստեղծել, բայց կեղծ իրավական հիմքերը կարան ստեղծեն։ Օրինակ ԱԱՑ-ն կարող է կամ ասենք, չգիտեմ, ինչ որ դատավճիռներ լինեն, բան, ինչ որ տեղեկանքներ ներկայացվեն կենտրոնական անհատական հանձնաժողովին, որը ապօրինաբար, բայց որոշում կայացնի, որ չի գրանցում ելնելով նրանց, որ այդտեղ կապի բանը փողի լվացում ա եղել, ինչ որ օտար երկրների կողմից ֆինանսավորում եւ այլն, այս սցենարը նախապատրաստվում է։ Դրա համար էլ ենք ասում, որ պետք է այս միավորումը, որովհետեւ երբ որ բոլորը միավորվում են, դա ինչ որ բաց շատ լուրջ մեծ դաշին քայլում, արդեն նման ուժին դուրս գցել ընտրություններից, դա նշանակում է դուք արդեն ոչնչացնում ես բանը ամբողջ դեմոկրատիան, ընդ որում բոլորի համար տեսանելի ձևով դու ըստ էության ասպես ընտրություններ չեն լինելու։ Իսկ դա կբերի արդեն շատ լուրջ հեղափոխական վերելքի, ժողովուրդը իսկապես չի կարող նման բան մարսել եւ ոտքի կանգնի եւ շատ վատ վիճակ կստեղծվի այս ռեժիմի համար։ Ուզում ասեմ, այդ բանը համախմբումը ինքը նաեւ ինչ որ բավական պինդ երաշխիքներ է ստեղծում նման սցենարի դեմ։ Հա, կանխող նկատի ունեք, ինչքան շուտ լինի, այնքան շուտ կկանխվի։ Իհարկե։ Եվ վերջում ինչով է տա։ Բայց ես նորից եմ ասում, հիմա գիտեք, իրանք պետք է որոշեն, անում են, գնում են այս սցենարով, չեն գնում։ Եթե չեն գնում, այդ մի քիչ արդյունավետ չի դառնում, որովհետև այդ հեղափոխական մոբիլիզացիան չենք ունենա, կընկնենք այդ ընտրական տեխնոլոգիաներով հաղթանակը ապահովելու դաշտի մեջ, որտեղ ռեժիմի շանսերը Նիկոլ Փաշինյանի ավելի բարձր են։ Իրանք նկատի ունեք ուժեղ Հայաստան, առաջի ջութակը կազմակերպողը, իրենք պիտի լինեն, ճիշտ եմ հասկանում։ Իրենց նկատի ունեք։ Իրենք պետք է քաշեն այդ բերեն, հա, չէ, իրանք նախաձեռնեն, իրանք ասում եմ, ունեն հիմա ամենամեծ շանսը համախմբման գնալու, եթե բաց թողեն, այդ խնդրեմա լինելու եւ երկրի համար եւ իրենց համար։ Իրենք էլ պետք է որոշեն իդեպ, երբ որ ասենք իրենց հանում են պայքարից։ Իրանք գնալու են բաների, ցույցերի, ընդվզումների, ժողովրդին ոտքի հանելու են, թե չէ։ Այդ էլ է, ասենք, դա չի կարա չէ լինի, ասենք, պատկերացրեք, բանը, մեկ էլ իրանք հանում են բանից։ Իրանք չեն պայքարում, ասենք Հայ ազգային կոնգրեսն է սկսում պայքարել դրա համար, որ սա ընտրություն չի, քանի որ ուժեղ Հայաստանին չգրանցեցին, դες չի լինի։ Ուրիշ բան է, որ իրանք դրա դեմ պայքարեն, մենք էլ միանանք այդ բանին։ Այդ դեպքում կհասկացվի։ Եվ նաև այստեղ վճռականություն է պետք է իմանանք, իրենք ունեն այդ վճռականությունը գնալու նման բանի իսկապես կոշտ քաղաքական պայքարի այս ներկա պրոադրբեջանական ռեժիմի դեմ։ Այս ամեն ինչը պետք է պարզվի։ Հիմա մենք երկու սցենար ենք առաջարկում ըստ էության, համախմբան սցենարը եւ այդ ընտրական տեխնոլոգիաների սցենարը, որը արդյունավետության առումով ավելի թույլ է, բայց որտեղ նույնպես պայքարելու տեղ կա։ Ասում եմ, այս իշխանության վարկանիշը այնքան ցածր մակարդակի վրա է, որ անգամ այդ երկրորդ սցենարում հնարավոր է հասնել հաջողությունների։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովրդին բացատրենք, ցույց տանք, ու դա հատկապես լավ կանենք, երբ որ որպես առանձին ուժ հանդես գանք, ցույց տանք Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։ Մենք հələ չենք եղել այդ քարոզչության, պաշտոնական քարոզչության
բանով պայմաններով այդ ապահոված դեբատների վիճակներում հեռուստատեսություններից օգտվելու հնարավորություններից եւ այլն, այդ լրիվ ուրիշ վիճակ կլի։ Իրենք առաջին անգամ են առերեսվելու այս քպական ռեժիմը Նիկոլ Փաշինյանը, առաջին անգամ են առերեսվելու մեր քննադատության հետ։ Մենք իհարկե այսքան տարիներ միշտ քննադատել ենք, բայց իրենք օգտագործելով իրենց ռեսուրսային հնարավորությունները, օգտագործելով այն, որ մեզ հանրային հեռուստատեսություն թույլ չեն տալիս մտնել, օգտագործելով այս բոլոր բաները, ոնց որ պահել են մեր ձայնը, ասենք, մի 30-50-100 հազար լսարանի շրջանակներում։ Հիմա արդեն չի ստացվի։ Առաջին անգամ իրենք կառերեսվեն մեր բաց, դաժան, ճշմարիտ քննադատության հետ, երբ որ մենք մտնենք այս ընտրաշարի մեջ։ Շատ շնորհակալ եմ։ Մի հարց ճշտող, հրապարակային չէ, բայց ոչ հրապարակային արձագանք եղել է ուժեղ Հայաստանի կողմից նախագահի այս վերջի առաջարկին կամ նախապնու վերջինն էր առաջարկ ավելի դեռ կարծիք որևէ տեսակետ։ Եկեք սենց ասենք, էլի, մենք հանդիպումներ ունեցել ենք, բանակցություններ տեղի ունեցել են, տեղի ունենում են, բայց ավելի ինչ ասեմ։ Շնորհակալ եմ շատ։ Հիշեցնենք, կիզակետում այսօր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։